Դե հանգործեմ, ասեցի խոսեմ։ Ոնց էր մսներն են խոսում, նույնն ես անեմ։ Մենք գցին ինչ-որ բան ստացվի։ Այս մեր կռվող տղերքն են, չգիտեմ ով է սրանցից ողջ չէ։ Բայց լավ նկար է։ Մենք ենք մեր սարերը մեր թվանքով 21-րդ դարում հույս ունենք տեխնոկրատ թուրքերին հաղթել։ Մեր հետամնացության մասին այսօր կխոսեմ ու սկզբունքային հարցերի մասին։ Այս ջայլամի պես ենք մենք։ Ոչ մի կերպ հնարավոր չի մարդկանց բերել են հաղթություն, որ իրենք հաշվի նստեն իրականության ու ադեկվատության հետ։ Այս նկարը մի անգամ ես ցույց էի տվել, նույն բանով գրել եմ, բայց արժի նույնը նորից բերել։ Հայաստանում բոլորը նույն փարախում միաժամանակ ապրող եւ գայլեն եւ ոչխար, ինչպես նաեւ հավ։ Սա դեմը ոնց առնենք։ Սա գլոբալ մանիպուլյատորներն են, Հայաստանում էլ լիքը կա, ամեն քայլափոխի այսպես մանիպուլյատորներ են։ Իհարկե այս տարիքով չեն, ջայլ մանիպուլյատորներ են։ Դրանք են իրադրության տերը։ Ոնց դրաստակից սկսել աշխարհի տերն է։ Այս պատահական մարդը դառավ հիմա աշխարհի հարցերն է լուծում։ Միայն Հայաստանում չի այս կաշմարը, որ անարգաններն են, ամբողջ աշխարհում մեկա։ Նո ամբողջ աշխարհը սխալ ասեցի, արևմտյան աշխարհում։ Տեխնոկրատական արևելքում նորմալ խելոք մարդիկ են իշխանության։ Մեզ մոտ կատաստրոֆիկ խելագար հանցագործ դավաճան է, աշխարհում էլ այսպես սարսաղ կարամ ասեմ, ուրիշ բան չեմ կարող ասեմ, այս տարիքում այս մարդը են չի անում։ Ու ադեկվատության վերաբերյալ ես մեր ընկերուհին է, Արևը, որը բերում է ամեն օր գրեթե ամեն օր ինքը տալիս աշխարհի լուրերից, դուք չեք գտնի աշխարհում մի լրատվական, որը բաղկացած լինի մի հոգուց ու դա ամենակարևորը։ Ինքն անում է, Արևն անում է։ Դե ես իր ամբողջ լուրերը անիմաստ կլինի կդառնա այդ լուրերի վերաբերյալ։ Ես փոքր բանն եմ բերել, իր լուրերից վերցրել եմ շատ հետաքրքիր մասա։ Ուրեմն ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի 3-4 տարվա ընթացքում բախվելու Ռուսաստանի հետ։ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդո։ Ֆաբիեն Մանդոն որոշել է, որ պետք է ֆրանսիական բանակը պատրաստ լինի 3-4 տարուց հետո կռիվը բացում է։ Ով է Ֆաբիեն Մանդոին ասել, ինքը պաշտպանության նախարար է։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է։ Ինքը գիտի պատերազմ առնելու։ Այդ ո՞րից գիտի։ Այդ ինքը նախապատրաստում է պատերազմը, իրանով է ասել։ Մակրոնն է ասել, Մակրոնի կինն է ասել։ Այսինքն աշխարհում մի քանի հոգի, ասես մատների վրա հաշված ամեն 1-2 հոգի, աշխարհում էլ մի 10-15 հոգի, արևմուտքում մի 15 հոգի, երկրագնդի ճակատագիր են որոշում, մարդկության ճակատագիր են որոշում։ Վայնաշյանյա որ Չինաստանի խոշորագույն նավթային ընկերությունները ժամանակավորապես դադարեցրել են ծովային ճանապարհով մատակարարող ռուսական նավթի գնումները, վախենալով Ռոսնեֆտի ու Լուկոյլի դեմ ամերիկյան պատժամիջոցների հետևանքներից։ Այն աշխարհին գոլֆի գնդակ համարող այս ընկերը ասում է 500%, Չինաստան դու պետք է չընդունես նավթը, իմը պետք է առնես Ռուսաստանից։ Այս ինչ աշխարհում ենք հայտնվել։ Մի բուր մարդիկ ինչու դες անում են։ Հնդկաստանի նավթամշակման գործարանները պատրաստում են ռուսական նավթի ներմուծման կտրուկ կրճատման։ Թրամփը որոշել է վերջնաս պետք է լինի։ Այս նրանից է որ արևմուտքում սուբյեկտությունն ընկել է շարքային մարդկանց իրենց կարծիքը չեն կարողանում հայտնել։ Բայց հեսա Բուդապեշտում անցկացվել է լայնածավալ արևի ասածնա։ Լայնածավալ խաղաղության երթ 200,000 մարդու ներկայացում։ Ցուցարարները հանդես են եկել աջակցություն Օրբանի եւ Բրուսելի ռազմական ծրագրերի դեմ։ Ցույցի ժամանակ եղել են մենք չենք ուզում մեռնել Ուկրաինայի համար կարգախոսով պաստառներ։ 200,000 մարդ բանը գործ թողել, եկել է փողոցները, խնդրում է, աղաչում է, թե խելքի եկեք, անասուններ, աշխարհը մենակ ձերը չտեր նայող չկա, ինչի՞ց է։
Պատժի մեխանիզմներն են վերացած բոլորի հանդեպ։ Չկա, ով որ դառնում է երկրի ղեկավար, դառնում է անպատասխանատու, իր մեջ իր անասնական բնազդները որ կային, պաշտոնի դեպքում դառնում են կատաստրոֆիկ։ Կողքից ասում են, այս կարաս անես, այն կարաս անես, ամեն ինչ կարաս անես։ Սա էլ իմ գրքից մի հատ նկար է, կարևոր նկար է։ Այս առանցքը եթե նայենք, Կակոկրատյան կեղտ իշխանությունն է, հունարենից հետը թարգմանենք, վատերի իշխանություն, զզվելիների իշխանություն, սա ամենավատ տարբերակն է, դրա կողքին կապիտալիզմն էր, որը ուժի իշխանությունն է, կար սոցիալիզմը, սոցիալական սխեմաների վրա հիմնված իշխանություններ եւ ապագան մերիտոկրատիային է, որտեղ լավագույնների, արժանավորների իշխանություն։ Այս 4 բևեռները ես վերցրել եմ, բևեռները սրանք են, այս երկուսն են, արժանավորների եւ անարժանների իշխանությունների բևեռներն են, սրանք էլ լրացուցիչ հանգամանքներ են կողքերից կախված էգոիզմի եւ սոցիալականության հետ։ Մյուս առանցքն էլ ես վերցրել եմ կորպորատիզմն ու կոմպետենտնեսը։ Ու ստացվել է շատ հետաքրքիր այս գծագիրը, որը շատ պարզ բացատրում է աշխարհի քաղաքական դրվածքները, որտեղից ուր ինչով է պայմանավորված։ Եթե էգոիստ ես, դու քայությամբ էգոիստ ես, դու ընկնելու ես ներքև։ Կակոկրատյան լինելու է քու բանը, դու այդպես մարդ ես, որտեղ դու զիբիլ ես, ու դու չես կարող արժանավորների հետ մրցես ու սոցիալական լինես։ Էգոիստը արդեն իսկ ընկնում է ներքև։ Ինքը մաքսիմում կարող կապիտալիզմի ու կակոկրատիայի արանքում Կակոկրատյան սրանց իշխանությունն է, կապիտալիզմն էլ փողի իշխանությունն է, էգոիստների իշխանությունը։ Եթե դու սոցիալական մարդ ես, վերևում կլնես, անձնապես էլ խելոք ես, կոմպետենտ մարդ ես, մերիտոկրատիայի կողմնակից կլնես, կորպորատիվ, այսինքն թիմով ես ինչ-որ հարցերի ձգտում, կլնես այս կակոկրատիայի կողմնակից։ Նո, եթե խելքը կախին Հայաստանը անունենար, դեմք ունենար, կասեին ես խելոք գծագիրը մենք վերցնենք, տարածենք աշխարհին պետք է գա, բայց քանի որ հայ եմ ծնվել, դժբախտաբար ու փորձում եմ հետադարձ հայերին պարտականություն եմ համարում ինչ-որ ձևով օգնել, ես կարծիքը տալիս եմ իրանց։ Իմ 10 ընկերներ են հիմա ես լսում, 11-րդ հարցն չկա, որտեղ երևի կլինի 7-8 րոպե խոսում եմ։ Այդ 10 ընկերներին եմ ասում, որ իմացեք, սա լուրջ բան եմ ես բերել, տարածեք, հաղորդեք, այս մանիպուլյատորները, որ կան աշխարհում, նրանք գոյություն ունեն շնորհիվ, որ դուք 10 ընկերներով դիրություն չեք անում, ասենք թե ձեր մեջի խելոքներին։ Մի ուրիշ 10-ն էլ իրենց մեջի խելոքներին պետք է, ես չեմ ասում, ես 10-ի խելոքն եմ։ 10-ի մեջ կարող է 10 խելոք ենք։ Դրա համար ես իմ ընկերների խելոք մտքերը տարածում եմ, ներկայացնում եմ, կարծիքս հայտնում եմ, բողում եմ, առաջ եմ տանում։ Այս էլ մի հատ օրինակ է։ Այս քաղաքապետարանի աշխատակիցը ասում է, որ հետապնդում է գնում իշխանությունների կողմից, մեքենաները կանգնացնում են, ասում են բան չունես, բալոն չունես, այս չունես, այն չունես, շարքից հանում են, այդ մարդուն տանում բանդարկում են։ Խոսում է, լավ է խոսում։ Ֆեսան ընկերուհիս իսկույն մեկնաբանել է։ Հաղթանդամ, ուժեղ, առողջ տղամարդիկ են։ Փոխանակ տանը մի երկու պարեկի տատկացնելով լացացնեն, բողոքում են։ Ճիշտ է ասում։ Այսինքն խոսքը իր տեղն ունի, իր չափն ունի։ Քանակ կա, որ չի կարելի շարունակել։ Երբ որ կործանվում ես, պետք է քայլերի դիմես։ Չի, Հայաստանը մտածումը չկա։ Այս ընկերուս Անիկ Աղինյանի 20 թվի եւ 21 թվի մտքերն, ասեմ, կարևոր մտքեր է ասել։ Զինված մարդը դառնում է որսորդ եւ վրիպելու իրավունք չունի, որովհետեւ վրիպելից հետո ինքն է դառնում որս։ Շատ խելոք միսկ։ Հաջորդը ներքին եւ արտաքին վրեժի եւ պատժի ինստիտուտները պետք է անխափան գործեն, որ պետությունները չդառնան ֆորպոստներ, իսկ ազգերն էլ ցեղախմբեր։ Բիլշատ մամիտկա։ Մենակ ես եմ տեսել, մենակ ես եմ անի ընկերը, այս Facebook-ում, այս Հայաստանում, ոնց ա եղել, որ ես ասենք տեսնում եմ, գնահատում եմ, ասում եմ, որ ես շատ կարևոր բան է, ժողովուրդ վերցրեք, հաշվի առեք, տեսեք, մարդը մտածել է, ամին կերտել է, ուղեղն աշխատում է, մյուսների ուղեղները չի աշխատում,
Աշխատում է միայն սրան լսի, նրան լսի, բայց գնահատել, թե ինչ ասվեց, չկա։ Վերադառնամ նորից հիմնական սխեմաներից մեկին, Ռոբերտ Բրուկի սխեմային, իշխանությունն այս ձևի կառուցվածք ունի, այն անգամ էլ էի ասում, մենք սրա դեռ կրակն ենք ընկած։ Հայությամբ չենք հասկանում, թե սա ոնց է աշխատում։ Այս կառույցը նկարագրված է ոնց է աշխատում։ Համակարգը, այս երկարը համակարգն է, ունի մի ֆորմալ իր լիդերին կամ լիդերն է վերցնում համակարգն իր ձեռը կամ համակարգը դնում է իր դրածոյին, ու երկիրը իշխանությունը վերցնում են, սկսում են ուտել։ Ցանկացած երկրում իշխանությունը ուտելու առարկա է։ Եթե մարդիկ թույլ են, այս ներքևը, այս մարդիկ են, մենք ենք, այս կողքինները պետականն ասենց էլիտան է, որ համմարդկանց մոտ համ իշխանություններին, եթե թույլ են, այս իշխանությունները դառնում են հրեշ։ Պետք է դրանց զսպես։ Այս անի ասած սխեմայով։ Զինված մարդը դառնում է որսորդ եւ վրիպելու իրավունք չունի, վրիպելուց ինքն է դառնում որս։ Ու եթե պատիժներ չկա, պետությունը վերանում է։ Այս սխեմայի մեջ դա գրված է։ Այս համակարգի մասին խոսվել է։ Ինչքան կարաք այս համակարգի մասին բան անեք, խորհրդ անեք։ Տեսեք, բայց մարդը նույնիսկ ճեղքերն է նկարել, միջ սուբյեկտային ճեղքերն են, համակարգի տարբեր սուբյեկտների միջև եղած ճեղքերն են։ Դու չես կարա, եթե դու հարիվի մեկն ես, քեզ գալիս է բանտարկում է համակարգը։ Հիմա արդեն էսրան էլ ասկսե բանտարկել Նիկոլը, սրանց մեջ ջոկում է, դենա ով իրանը չի, բայց այս համակարգի ներսը շատ պինդ է, այս կուր կառուցվածք ունի նիկոլականներով, բաներով, իշխող վերնախավն իր լիդերով, իրուզածն անում է։ Սրա դեմ լիքը խաղ կա, բայց այս խաղերը բոլորը կենցաղում են, որտեղ դուք համակարգի վրա ազդեցություն ունեք, ոչ մի կերպ տեղ չի հասնում։ Բացի այդ ուրիշ մի տարօրինակ բան կա հայկական ասպարեզում, այդ մասին էլ ասեմ։ Բոլորս բոլորի հետ մրցում ենք արտակնապես չերևացող որակների դաշտերում։ Խելոքից խելոք ենք ուզում ներկայանալ, սրիկայից էլ սրիկա, բջից բիջ, աֆերիստից աֆերիստ։ Իսկականոց, եթե մարդու որակները չեն երևում, ձեզ թվում է, որ այդ մարդը, ասենք թե ձեր թայն է։ Հանգիստ կարաք քրֆեք իրան ասեք, խի ինքնով է, այս այն է։ Եթե ասենք դորջից մեդալներ չունի շարած, ասենք թե արտաքին նշաններով չի երևում ինքնով է, ցանկացած մեկն ասում է խի դու ով եղար։ Եթե այս մարդը բերանը բացի սկսի խոսել ու ցույց տա, որ ինքը լուրջ մարդ է, մեկը դու դոկումենտ չունես խելոք լնելու։ Բոլորս բոլորի հետ մրցում ենք։ Սա քաոս է։ Սոցիալականությունն է ձևի չի, սոցիալականությունն նա որ մարդն ասում է ես, ասենք թե փինաչիությունից լավ եմ, ես կոշիկ սարքելու մասնագետ եմ, փինաչի մասնագետ եմ, ես ասում եմ ես ավլելուց լավ եմ, ավլելու մասնագետ եմ, ու այն կողքինը պետք է այնքան համեստություն ունենա, ասի լսեք, ես համենայդեպս գոնե փինաչիություն չգիտեմ։ Ավելանելուց էլ այնքան չեմ, դворնիկ չեմ։ Ցանկացած կետ մրցակցային է հայկական ասպարեզում, սկսած Նիկոլից, վարչապետից, վերջացրած հավաքարարով։ Ամեն մարդ ամեն ինչի հավակնում է։ Եթե իհարկե բան է, էլի ինքն հացարակ կարգավիճակում եղած մարդը։ Վերևներում հավակնում են մենակ հանճարեղներ։ Ներքևներում հավակնում են ունիվերսալ խելոք, ունիվերսալ բաշարող, բեջարող լինել։ Սա սոցիալականության բացակայության արտահայտություն։ Ու սա է հանգեցրել նրան, որ ազգովի խելագարներին ենք մեծարում ու դա նախապայման է, որ հայտնի մարդակերն ու պարտադրի բոլորին ինքնագենացվել։ Դե քանի որ սոցիալականություն չկա, բուրգը չի գոյանում, սոցիալական բուրգը թե ով է, իրար ճանաչողականությունը չկա, մի քանի հատ պոետի համարել ենք հանճար դրել ենք կասաներից, մի քանի հատ լակոտ լուկուտի համարել ենք խելոք դրել ենք կասաներից, նրանք էլ իրանց շուրջը կազմել են արդեն իրանցից ցածր մարդկանց բուրգեր ու պաշտպանվում են, մեծարվում են, շարունակվում է այս աբսուրդը։
Այդ абսուրդի պայմաններում Թրամփը այսպես թե բանի գոլֆի գնդակի պես աշխարհն է տշելու Նիկոլն էլ մեզ ուտելու։ Ամեն նորմալ մարդ պարտավոր է իր շահերը պաշտպանել իր մերձավոր անասուններից, որտեղ հերո անասուն ինչ ես կարա։ Հերո անասուն ինչ գիտես, ո՞ա կարող է քեզ շուրգագյուլի։ Զինված են դրանք։ Բայց ձեր մերձավոր սրիկաներին հո գիտեք։ Ձեր արժանապատվությունը ինչի՞ չեք ուզում դեր կանել։ Հիմա արդեն մի 7-8 հոգի է լսում են, մի երկուսն էլ գնաց։ Սրանք ճշմարտություններ են, չեք փախնի սրանցից։ Ամեն պահի կոնկրետ հիմնական անելիքն ունի, մի հատ այդ անելիքը։ Եթե պահի պահանջվողը չես անում, ապա դեբիլ ես, հայվան ու ինքնակործանիչ։ Բարերը կոպտացան, ուրիշ ոնց ասվի լսեք։ Բա ամբողջ կյանքդ 1500 տարի ազգային կյանքդ զբաղված ալնես абսուրդներով չհասկանաս կարևորը երկրորդականից չջոգես, չիմանաս այս պահի որն է կարևոր անելը։ Ու երբեք այս հարցը չընդհանրանա որպես ձևակերպում չգա, որ լսեք, ամեն պահ իր միակ հիմնական խնդիրն ունի, դա պետք է անես։ Նույնիսկ ճաշեպելուց, դու գիտես սկզբից ասենք, դե սոխը պետք է խարգես, վանանես, յուղի մեջ, հետո բազուկն ավելացնես, հետո գազարը եւ այլն եւ այլն։ Լսեք, ամեն ինչի հերթականությունը շշկռած, սուբյեկտների շշկռած, առաջնահերթությունները շշկռած, անելիքները շշկռած։ Մարդիկ վճարում են միջնորդներին, որ փորձանքից չզոհվեն, անմեղ չդատվեն, բայց ոչ երբեք նրանց, ով սովորեցնում է անփորձանք ապրել։ Ես այդ սովորոցներից եմ։ Ինչի եմ այդ կարգավիճակում հայտնվել։ Այդպես է ստացվել։ Կյանքս ապրել եմ, փորձ եմ կուտակել, այդ փորձս փորձում եմ փոխանցել։ Դրա համար ոչ փող եմ ուզում, ոչ բան։ Ընդհանրապես ասում եմ, լսեք, սրանք ֆորմուլա բաներ են, բանաձևեր են, այս բանաձևերը վերցրեք, ասեք ապուշի մեկը սխալ ես արել։ Դեբիլ դու ով ես որ sense բանաձև գրես, այդ մի բանաձևն է ճիշտ։ Ոչ թե ասեք, որ ես դեբիլ եմ, այլ ասեք իմ ասացի ինչն է սխալ, ու սխալ ես որ բռնեք, դրանից հետո հանգիստ ասեք, ես դեբիլ եմ։ Բայց դա չի կատարվում, այս երկրորդ անցումը չկա։ Ամբողջ Հայաստանն իջել է պլինտուսին, հետևելով չգիտեմ ում, ով մեծ մխեց պլինտուսին։ Հնարավոր չի նոր միտք բերել։ Ու ասենց փլուզվեց, պետությունը փլուզվեց։ Մտանք անկախություն 1500 գործարանով դուրս եկանք բացարձակ տկլոր։ Հաղթարել սա հնարավոր չի։ Ես նայեք ինքներդ թարգմանեք։ Ու ես նոր չի որ հաչում եմ։ Հոդվածներս առաջ 90 թվից գրում եմ հոդվածները, այդ սկզբի գրածների շատ քիչ մասը կա։ 11 թվից հիմնականում մի թերթեր մենակ իմ համագործակցում։ Այս հոդվածը տպել եմ 17 թվի հուլիսի 2-ն է գլոբալացումը եւ համընթաց փոքրացող մարդը վերնագրով։ Ես չեմ կարդա այդ հոդվածը իհարկե, ասես դուք կտամ էջերով, ովքեր կցանկանան թող կարդան, սա կարևոր հարց եմ քննարկել 8 տարի առաջ այն ինչի մասին ես նոր խոսեցի։ Ասում եմ մեծ մտածողները միգուցե հարմար անունք ունեն այս ֆորմացիային, որի դեպքում մենք ապրում ենք։ Ես պայմանավորորեն այն կոչեմ ինտերնետային ֆինանսառազմական գլոբալ ստրուկություն։ Դրան ենք հասել։ Այն ժամանակ եթե ուշադրություն դարձնեին, ասենք թե ասեին, ստեղ մի հատ անելիք կա, մենք կարանք միավորվենք, մտնենք աշխարհի խնդիրների մեջ, քննարկենք, ոչ թե մենք մեր սարերի հետևում մնանք, միգուցե ինչ-որ մի բան կատարվեր։ Բայց չէ, ես ով եմ։ Մեր մեջ առաջ մղված որևէ մի մարդու, որը մի քիչ առաջ է գնացել իր գործերի մեջ, ատում ենք մենք։ Չգիտեմ ինչ's է դա։ Չգիտեմ ինչ's է, մի անգամ էլ եմ ասել։ Արևը ֆանտաստիկ գործ է անում։ Facebook-ում շատ փոքր ընկերական շրջապատ ունի ինքը, շատ մի ես ինքը քանի հոգի հիմա եմ 20-30 կլան, կարող 40 չեմ։ Ֆանտաստիկ գործ է անում արևը։ Եթե օրեկան ամեն հասկացող հայ իր ինֆորմացիան կարդա աշխարհից, ինքը մի քայլ առաջ կգնա իր մտածելակերպի մեջ, իր աշխարհի պատկերացումների մեջ։ Ես կասեմ, ես կլսեմ,
Արևն էլ ինքը չի ուզում ինքը ռեկլամի իրան, ընկերներս էլ չեն ռեկլամում, Արևն արդեն մի տարուց ավել կարող է արդեն 2 տարի լինի, ես չեմ հիշում երբ սկսեց ինքը սա անել, շատ կարևոր գործ անում, չենք գնահատում, չենք ասում, բայց ձեր համար Վիկտոր Համբարձումյանը մեծ գիտնական է, որ ինքը մտածել է, թե տիեզերքում ինչ կարող է լինի, որ մոլորակը կամ արևները միգամածությունները ոնց են առաջացել, դուք գովաբանում եք մարդկանց, որոնք ձեր հետ ոչ մի կապ չունեն, մարդկության հետ ոչ մի կապ չունեն, տեսականորեն ինչ-որ հիմարություններով են զբաղվել։ Գովաբանեք 97 տարեկան հայ ֆիզիկոսին, որը հայտնաբերել է 105-րդ էլեմենտը, իր անունով էլ այդ էլեմենտը կոչվել է։ Կարող է դա մի 10,000 տարի հետո մարդկությանը պետք է այդ 105-րդ էլեմենտի վրա ինչ-որ կիրառական մի բան գտնե։ Բայց կոնկրետ ձեզ այս պահին ինֆորմացիա տվողին, ձեզ լուսավորողին, ձեզ լավություն անողին դուք չեք տեսնում։ Դուք գնահատում եք միայն ձեզ վատություն անողներին, որովհետև վախում եք։ Ու իր դեմը կրծած եք ապրում, որովհետև կարող է բռնի նստացնի մորթի ձեզ։ Այդ այնց դաղալ վիճակ է։ Դուք ստեղծել եք դաղալ մթնոլորտ, դուք եմ ասում, որովհետև այդ 10 ընկերս, որ հիմա ինձ լսում են, թող չնեղանան։ Դաղալ մթնոլորտ է ստեղծված վախի մթնոլորտ։ 8 միլիարդ մարդկությունը, 8.3 միլիարդ մարդկությունը մի բուր սրիկայի ձեռը այսօր կուճուրած ապրում է։ Մի քիչ լեն նայեք աշխարհին։ Այդ պահի մարդկանց գնահատեք, մեռածների հետ գործ չունեք, լսեք, դրանց մի ցիտեք։ Իրանց խելոք ասացվածքը վերցրեք, արդյականացրեք, այսօրվա համար կիրառեք։ Բայց մեռածներին մեծարելով դուք տեղ չեք հասնի։ Դուք մեծարեք իրենց ասածը կիրառելով։ Գնահատեք այսօրվա այն մարդկանց, ովքեր ձեզ ինչ-որ նորմալ մի բան կսովորացնեն, որոնք ձեզ կյանքի բանալի կտան հաղթահարելու դժվարությունները հաղթահարելու։ Սոցիալական դարձեք։ Սոցիալականության համար մեկ պայմանը նորմալին գնահատելն է սրիկային մերժելը։ Մենք ինչ ենք ասում, սա հանցագործ է, սա նորմալ է, սոցիալականության պատճառով, թե չէ հենց հանցագործ չի լինում։ Հանցագործն անում է սոցիումի հետ կապված։ Եթե դու սոցիալական չես, հանցագործության մասին չխոսես։ Բոլորդ էլ կարաք բանդիտ լինեք առանձին իրար չճանաչելով։ Այն ժամանակ բանդիտ լինելն է ճիշտ։ Սոցիալականությունը սխալ է, որովհետև սոցիալականությունից եթե չեք օգտվում, եթե բանակը մենակ կամավորներով թվանք վերցնելով գնալ զոհվելով է, համականի մասնա խոսել։ Պետությունը պետք է առաջին հերթին սոցիալականության հարցերը մեջտեղ բերեր։ Երբ որ դեգեներատ Լևոնը վերցրեց իշխանությունը 91 թվին, ինքը պետք է տելևիզորը միացներ, ասել ժողովուրդ, ես կազմում եմ խելոքների կոմիտե, 60 տարեկանից մեծերը կգան ստեղ կյանքի փորձ ունեցողները խելոք հարցեր կքննարկենք, ես էլ կնստեմ կլսեմ իրանցից էլ խորհուրդ կվերցնեմ։ Ինքն ասել, չէ արա, դուք ով եք, դուք բոլորդ իմ ճիճուն եք, ճորտն եք, ես ձեզ բոլորիդ կմորթեմ։ Լևոնը իմիջիալոց իր մտավորով ամենաբարձրն էր հայկական քաղաքական բանում, ասպարեզում, չնայած միջին համաշխարհայինի համեմատ ինքը պատոշել չէր, ոչ մի բան չէր, դեբիլ էր։ Երբեք մենք չփորձեցինք հայ շարքայինին խելք բացատրել, իմաստություն տալ, ասել անասուն, որ Մոսկվայից Երևան թռնելուց ինքնաթիռի առաջ բոլորը գնդաձև հերթ եք կանգնում, իրար մորթելով ներս եք մտնում։ Դա վայրենություն է, ու միակ ինքնաթիռը, որ այդ ձևով էր Երևան թռնում, դեռ են սովետի ժամանակվանից։ Մենակ հայկականն էր, ու ոչ մի հայ ղեկավար չասեց, ժողովուրդ մենք վայրենի ենք, սենց չի կարելի։ Մենք տարբերում ենք բոլորից, սա նորմալ չի, եկեք դզվենք։ Այդ ամենը որոններ այսօր ես չէի խոսի, այսօր էլ ես կանը։